Այսօր ներկայացնում ենք Պանացեան բրենդ, որն արդեն շուրջ 30 տարի առաջարկում է առողջ արար եւ բնական կաթնամթեր, որի վառ օրինակն է Նարինե բիոպրոդուկտը։ Պանացեան առաջինն է Հայաստանում, որն առաջարկում է լակտոզա չպարունակող կաթ եւ յոգուրտ, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են անարատ եւ բարձրորակ կաթից խիստ վերահսկող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան հայկական ընտանիքների կողմից արժանացել է մեծ վստահության։ Պանացեա, սեր առաջին գտալից։ Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակից ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, Արևիկ, մի տեսակ տրամադրությունս այսօր շատ բարձր է։ Ինչով է պայմանավորված, կարող ես ասել։ Որովհետեւ մենք այսօր ունենք գեղեցիկ հյուր։ Այո, սիրելի փոքրիկներ, այսօր ունենք շատ գեղեցիկ եւ տաղանդավոր հյուր, ներկայացրու, Արև։ Այսօրվա մեր հյուրն է Միլենան։ Ողջույն Միլենա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Շնորհակալություն, շատ լավ ենք։ Միլենա, մի փոքր ներկայացրու քեզ, քանի տարեկան ես, որ դպրոցում ես սովորում եւ այդպես։ 10 տարեկան եմ, սովորում եմ Վազգեն առաջինի հիմնական 168 դպրոցում։ Գնում եմ կանոնի։ Ահա։ Այս տարի տեղափոխվեցի 5-րդ դասարան։ Ես եւ Միլենան ունենք նման։ Այո։ Ես նույնպես հաճախել եմ այդ դպրոցը եւ նույնպես հաճախում եմ։ Այսինքն դուք ծանոթ եք, Արևիկ։ Այո։ Անկեղծ ես չգիտեի, անկեղծ եմ ասում, ես չգիտեի։ Երկու կանոնահարուհիների արանքում հետո կնստեմ, որպեսզի երազանք պահեմ։ Սիրում ես կանոնը, թե պարտադրված ես գնում անկեղծ։ Շատ ես սիրում։ Արևիկ, դու էլ ես շատ սիրում։ Բնականաբար։ Իսկ հնարավոր է, որ դառնաք կանոնահարուհիներ։ Այո։ Այո, Արև։ Ահա, կեցես։ Էլ ինչ կպատմես դպրոցից, որ առարկան ես շատ սիրում։ Ես շատ սիրում եմ մաթեմատիկա առարկան։ Բա ինչ լավ է, ես։ Այստեղ մենք չունենք նմանություն։ Ես մաթեմատիկան չեմ սիրում։ Ես ոչ թե չեմ սիրում, այլ դժվար է հասնել ուղեղի մաթեմատիկան։ Միլենա, իսկ դու հեքիաթներ սիրում ես։ Այո։ Որ հեքիաթ է քո ամենասիրելին։ Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Բոլոր հեքիաթները սիրում ես, ընթերցել ես բոլորը։ Կարծում Կարծում եմ ծանոթ կլինի քեզ բոլոր հեքիաթներն էլ դպրոցում անպայման ընթերցած կլինեք, չէ՞։ Չէ, Արև, դուք էլ եք անցել դպրոցում։ Մենք անցել ենք դպրոցում, չգիտեմ հիմա ինչպես, բայց ես բոլոր հեքիաթներն էլ ընթերցել եմ դասագրքերում, ի նկատի ունեմ։ Իսկ հեքիաթները նմանեցնում ես մեր իրական կյանքին։ Կան հեքիաթներ, որ այո, կան ոչ։ Այո։ Իսկ այսօր Միլենա ուզում եմ ասել, որ մենք ընտրել ենք շատ գեղեցիկ հեքիաթ, այն կորեական հեքիաթ է։ Այ ուզում եմ, որպեսզի ընթերցելուց հետո դու համեմատես հայկական հեքիաթների հետ եւ տեսնենք արդյոք տարբեր ժողովուրդների հեքիաթներում տարբերություն կա, թե չկա։ Լավ։ Մինչ կսկսենք ընթերցանությունը, հիշեցնենք, որ այսօր Դանելյան Art Studio-ի սան Լունան է լինելու հեքիաթի սենյակում եւ նկարելու է իր նախընտրած հերոսին։ Եվ շնորհակալություն հայտնենք մեր հաղորդման աջակիցներին։ Պանացեա բրենդ։ Շնորհակալություն։ Այո, եւ իհարկե Կլուբ Կապիտալին հաղորդմանը աջակցելու համար։ Մի անգամ Խաղապոչիկը պատմում էր, թե ինչպես Հազարավոտիկը չամուսնացավ որդի հետ։ Որդն էլ չամուսնացավ Հազարավոտիկի հետ։ Ահա թե ինչպես եղավ։ Շատ վաղուց մի 5 քարի տակ ապրում էր մի գեղեցիկ Հազարավոտիկ։ Նա ամբողջ գավառում հայտնի էր որպես պճնամոլ եւ ամբողջ օրը չէր դադարում հիանալ իր փոքրիկ ոտիկներով։ Բայց քանի որ նրա ոտքերը ուղիղ հազարն էին, նա սկսում էր նրանցով հիանալ, աղշալուսին եւ այդ հաճույքով վայելում էր մինչեւ հաջորդ օրվա արևամուտը։ Եթե հարևաններից որևէ մեկը հանկարծ նրա ոտքը կոխ էր տալիս, Հազարավոտիկը վիրավորանքից կծկվում էր, դառնում գնդելիկ եւ ոչ մեկի հետ չէր ցանկանում խոսել։ Իսկ Հազարտոտիկից ոչ շատ հեռու ապրում էր երկար որդը։ Դա շատ աշխատասեր որդր էր, ամբողջ օրերով փորում էր հողը, հողի միջով անց էր կացնում ոլորապտույտ ճանապարհները եւ շատ գոհ էր իր բախտից։ Անընդհատ հողի վրա սողալուց որդի մարմինը զարմանալիորեն փայլուն էր դարձել, երկար եւ ճկուն։ Մի անգամ անձրևից հետո որդը դուրս էր գալիս հողի տակ իր տնից, տեսնում Հազարտոտիկին եւ տեղն ու տեղը սիրահարվում նրան։ Հազարտոտիկն էլ տեսնում էր որդին եւ նույնպես սիրահարվում։ Հենց այդ օրը որդը խնամախոս է գնում պարավ Մողեսին
եւ նրան ուղարկում է հազարատոտիկի ծնողների մոտ։ Մողեսը այնպես է գովաբանում որդի գեղեցկությունն ու խելքը, նրա երկար մարմինը, գետնի տակի բազմահար կապարանքը, որ հազարատոտիկը անմիջապես համաձայնում է նրա հետ ամուսնանալ։ Հենց որ այդ մասին իմանում են մյուս որդերը, սկսում են գալարվել, հոգոց քաշել, հառաչել։ Դա սարսափելի է, գոչում են նրանք։ Երևակայեցեք միայն, նրա հարսնացուն 1000 ոտք ունի։ Դժբախտ որդը երբեք չի կարող կոշկակարների պարտքի տակից դուրս գալ։ Իսկ ուրիշները ասում են. Հարսնացուն պճնամոլ է, նա կպահանջի իր համար 500 զույգ սովորական կոշիկ, 500 զույգ տոննական և 500 զույգ կալմիր Սաֆյանե մաշիկներ։ Իսկ հազարավոտիկի ընկերները նույնպես դժգոհում են։ Ինչ է նա գտել այդ որդի մեջ, չէ որ նա ոտք մի ոտք չունի։ Նա ուղղակի այլանդակ է, ասում են մի քանիսը։ Պատկերացրեք միայն, շարունակում են մյուսները, քանի որ պետք է կորցնել, որպեսզի կտրել, կորել և ոսլայնել մի հագուստ այդքան երկար ու անճոռի կազմվածքի համար։ Ուրիշները սորսոփոտ բացականչում են. խեղճ հազարավոտիկ, նա երբեք հանգիստ չի ունենա։ Նա ստիպված կլինի առավոտից մինչև երեկոյան լվանալ և ոսլայել ամուսնու հագուստը, չէ որ որդը հողի տակ է ապրում և այնպես է կեղտատվում, որ նրան հարկավոր է օրը մի 10 անգամ հագուստ փոխել։ Երբ հազարատոտիկը լսում էր ընկերուհիների ասեկոսները, շատ էր տխրում եւ մինչ փեսացում ուրախ հողի տակ նոր հարկաբաժին կփորեր իր ապագա կնոջ համար։ Հազարատոտիկը մտածում էր իր հետագա պարտականությունների մասին։ Նա մտածում էր երկար հագուստի մասին, որոնք պետք է կայեր իր ամուսնու համար։ Այն մասին, որ այդ հագուստները անընդհատ հարկավոր է լվանալ եւ ոսլայել, որ ինքը հավիտյան պետք է հոգ տաներ, որպեսզի տանը հաճելի տակ լիներ, մաքուր եւ խոնավ։ Քարի տակ պառկած հազարատոտիկը օր ու գիշեր այդ մասին է մտածում։ Վերջապես նա այնքան է հուսահատվում, որ որոշում է որդի հետ չամուսնանալ։ Սկզբում որդը շատ է վշտանում գեղեցիկ հազարատոտիկի մերժումը լսելով, բայց հետո, հիշելով այն բոլորը, ինչ ասում էին ընկերները, մտածում է. իսկ որտեղից ես կարող եմ այդքան դրամ ճարել, որպեսզի հազարատոտիկին ոտնամաններ հագցնեմ։ Եվ հաշվելով, թե որքան է հարկավոր վճարել 500 զույգ հասարակ կոշիկի համար, նա այնքան է հուզվում, որ նույնիսկ կուչ է գալիս։ Իսկ երբ պատկերացնում է, թե ինքը որքան պետք է վճարի 500 զույգ կարմիր Սաֆյանե մաշիկների համար, քիչ է մնում խելքը գցի։ Դա անհնար է, բղավում է որդը, որտեղ պիտի նա այդքան կոշիկ պահի։ Իսկ դեռ ինչպիսի աղմուկ կբարձրանա, երբ հազարավոտիկը ման գա փայտաներ բան կոշիկներով, այդպիսի թլթլկոցին կարելի է խլանալ։ Խեղճ որդը իրեն արդեն տեսնում է սննկացած, խլացած եւ տանջված։ Խցկվում է հողի տակ, տան ամենահեռավոր սենյակում։ Որդը տուշ է ճարում, վերցնում է բրցինը եւ հարսնացուին գրում իր մերժումը։ Այդ ժամանակ, երբ հազարատոտիկը որդից նամակ է ստանում, որդն էլ այդպիսի մի նամակ է ստանում հազարատոտիկից, նրանց հարսանիքը խափանվում է եւ որդը հավիտյան մնում է ամուրի, իսկ հազարատոտիկը մինչ մահ ապրում է մենակության մեջ 5 քարի տակ։ Այդպես էլ չի իմանում հիմար որդը, որ հազարատոտիկը երբեք էլ ոչ մի տեսակի կոշիկ չի հագնում եւ բոբիկ է քայլում։ Իսկ ծույլ հազարատոտիկն էլ մտքով իսկ չի անցնում, որ որդը միշտ էլ նույն հագուստն է հագնում եւ այդ հագուստը երբեք էլ չի կեղտոտվում։ Ահա թե ինչ է պատահում, երբ լսում ես ուրիշների ասեկոսեները եւ հավատում պարապ խոսակցություններին։ Միլենա, իսկ քեզ դուր եկավ հեքիաթը։ Այո, Ինչ հասկացար հեքիաթից։ որ չկարելի ուրիշների ասեկոսները լսել։ Այո, որովհետև մենք կարող ենք կորցնել մեր երջանկությունը պարզապես փուչ խոսակցությունների պատճառով, չէ՞։ Իսկ տարբերություն տեսար դու հայկական եւ այլ ազգի կորեական հեքիաթի միջև։ Ասենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը համեմատիր, ինչ որ տարբերություն զգացիր։ Այո, Ինչն էր։ որ հայկականում մի քիչ ուրիշ ձև է։ Ինձ թվում է հայկականում պարզապես կենթանիները իսկապես այդ առաջին անգամ ենք երևի մենք հազարատոտիկի եւ որդի մասին հեքիաթ կարդում, բայց ընդհանուր առմամբ միտքը բոլոր երկրներում էլ այսքան ժամանակ, երբ մենք ընթերցում ենք տարբեր ժողովուրդների հեքիաթներ, զգում ենք, որ գրեթե նույն իմաստն են կրում հեքիաթ, նույն ասելիքն է ամբողջ աշխարհում։ Չէ՞ որ բոլորս էլ
մարդ ենք եւ բայց կենթանի չենք։ Կենթանիներն իհարկե ունեն իր նմանություն, կարևոր չի թե նրանք որ երկրում են։ Լավ Միլենա, իսկ ինչ կմաղթես առհասարակ քո տարիքի երեխաներին, ինչ անեն նրանք, ընթերցեն հեքիաթներ, ինչ գրքեր կարդան։ Պետք է շատ գրքեր կարդան, որ իրանց ուղեղը զարգացվի։ Այո, իհարկե ընթերցանությունը ամենազարգացնող կարևոր մասն է կազմում մեր կյանքում, մեր ուղեղի համար։ Լավ, երևի տեսնենք, թե որ հերոսին է պատկերել Լունան։ Միլենա, շնորհակալություն, որ այսօր եկար մեր հյուր եւ զարդարեցիք մեր հաղորդումը։ Իսկ Պանացեա բրենդն ունի քեզ համար փոքրիկ նվեր։ Շնորհակալություն։ այո, նվեր ունի նաև մեր շատ սիրելի Լունան։ Շնորհակալություն ենք հայտնում Պանացեա բրենդին իհարկե մեր հաղորդմանը աջակցելու համար եւ Կլուբ Կապիտալին։ Երեխաներ, եթե ասելիք չունենք, ուրեմն ցտեսություն մաղթենք փոքրիկներին։ Միասին։ Ցտեսություն։ Այսօր ներկայացնում ենք Պանացեան բրենդ, որն արդեն շուրջ 30 տարի առաջարկում է առողջ արար եւ բնական կաթնամթեր, որի վառ օրինակն է Նարինե բիո պրոդուկտը։ Պանացեան առաջինն է Հայաստանում, որն առաջարկում է լակտոզա չպարունակող կաթ եւ յոգուրտ, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են անարատ եւ բարձրորակ կաթից, խիստ վերահսկող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան հայկական ընտանիքների կողմից արժանացել է մեծ վստահության։ Պանացեա, սեր առաջին վիճակում։